իրավահենչական կոմիտեն այս անգամ չի հասցրել տեղեկությունները փոխանցել գործադիր իշխանության ղեկավարին։ Այս անգամ հակառակն է տեղի ունեցել, գործընկերներ։ Շատ վիրավորված եմ ինչ-որ իմաստով, բայց նաև ոչ զարմացած։ Ասեք, կարող է խոսել։ Հեսա պատասխանում եմ։ Տեսեք, նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննիչը թույլ է տվել, մինչդեռ մենք դրա մասին տեղեկություն չունեինք։ Երբ ստացանք որոշումը, պարզվեց քննիչը ոչ թե թույլ է տվել Սամվել Կարապետյանին ուղիղ եթեր մտնել, ոչ թե թույլ է տվել տեսաուղերձներ հրապարակել, այլ բացառապես մեկ տեսաուղերձ ժամկետային սահմանափակման, որը մինչև մարտի 27-ն էր։ Մարտի 23-ին ստանալով նշված որոշումը անհապաղ դիմել եմ քննիչին քանակական սահմանափակումը վերացնելու համար, որտեղ այդ ինչ է նշանակում մեկ տեսաուղերձ, երբ գործադիր իշխանության ղեկավարը ասում է անսահմանափակ տեսաուղերձներ, նույնիսկ ուղիղ եթեր։ Ինչ է տեղի ունենում, քննիչի պատասխանին միջնորդության չեմ պնդում, որ դրանք իրար հետ կապ ունեն, բայց փաստն եմ ֆիքսում, քննիչը նախաքննության ավարտ է հայտարարում եւ իմ միջնորդությունը թողնում է առանց քննության։ Դիմում եմ դատախազին, խնդրում եմ, որ անհապաղ բավարարի նշված միջնորդությունը։ Դատախազը ուրբաթ օրը գործը ուղարկում է դատարան, բայց մինչ այս պահը չեմ ստացել համապատասխան որոշում իմ բողոքի վերաբերյալ։ Գործընկերներ, եթե դուք ինձ օգնեք եւ դատախազությունը թեկուզ թող նորից նույն խողովակով լինի, այսինքն մենք սկզբից լսենք Նիկոլ Փաշինյանը դրա մասին հայտարարի, հետո ես որոշումը ստանամ, շատ շնորհակալ կլինեմ եւ վստահ եմ մեր հանրությունն էլ կլսի Սամվել Կարապետյանի խոսքը։